Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավ, այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ նախորդին կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում էր գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, որն առնչվում էր Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստան խմբակցության անդամների հանդիպում, այս մասին հայտնել են դաշինքից, քննարկվել են առաջիկա անելիքները։ Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Հուլիսի 21-ին Պաշտպանության նախարարության Էնզորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են, հայտնել է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նշենք, որ հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել էին նրա համածառայակիցները, նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում եւ դատարան էր ներկայացվել կալանավորելու միջնորդություն։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաքյանը հուլիսի 24-ից 27-ը կգտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունում Թեհրանում, որտեղ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կառավարության որոշման համաձայն նախարարը գործուղումից վերադառնալուց հետո երրորդյա ժամկետում պետք է ներկայացնի գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։ Գործուղման ճանապարհածախսն ու օրապահի կհատուցվեն 2026 թվականի պետական բյուջեով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ Թեև ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը ազգային ժողովի անդրանիկ նիստին նախատեսված է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով, բայց այս պահին հրավեր չկա, եթե այլ տեղեկություն լինի, կծանուցենք, այս մասին հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Նշենք, որ ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին։ Այսօրվանից գոլդ համարանիշները հնարավոր է ձեռք բերել առանց աճուրդի, ներքին գործերի նախարարությունից հայտում են, որ դրանք վաճառվելու են հաստատագրված գներով 250,000 դրամից մինչև 8 միլիոն դրամ կախված թվերի եւ տարրերի համադրությունից։ Նոր կանոնակարգմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ցանկումը ընդգրկվել է նաեւ 0 թվով եւ 1 կամ մի քանի կրկնվող թվերով համադրությունները նույն կամ տարբեր լատինական տառերով։ Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են, այս նիստին կքննարկվեն խափանման միջոցների հետ կապված հարցեր, ինչպես նաև կշարունակվի չափածույցների հետազոտությունը։ Դատական նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին ժամը 15:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում։ Սրբազան պայքարի գործով անցնող Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց վարչական հսկողության։ Դատավորը սակայն անփոփոխ թողեց համակցված միջոցներ, 2 միլիոն դրամ գրավը եւ բացակայելու արգելքը։ Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող Թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը մրցումային 3-րդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոր Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարել են որակավորման փուլը եւ անցել կիզաեզրափակիչ փուլ, այս մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին եւ ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Այգլերին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։ Վենեսուելայի նախագահի դեսպան Դելսի Ռոդրիգեսը հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, քննարկելու հունիսի 24-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնության հարցը։ Նա շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի մշտական համակարգող Ջանլուկա Ռամպոլային եւ կազմակերպության թիմին ցուցաբերած աջակցության համար։ Ռոդրիգեսը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը մարդասիրական օգնության ծրագրի իրականացման ընթացքում։ Ռամպոլան ընդգծել է, ՄԱԿ-ը շարունակում է սերտ աշխատել Վենեսուելայի պետական կառույցների հետ տեխնիկական եւ մարդասիրական աջակցություն տրամադրելու նպատակով։ Եվրամիությունը հայտարարել է պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի եվրոպական ապրանքների համար սահմանված 15% մաքսատուրքերի մասին համաձայնագրից։ Այս մասին հղում անելով իր աղբյուրներին հայտնել է Politico-ն։ Մարտին Եվրոպական խորհրդարանը վավերացրել էր ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը, որով պահպանվում են 15% մաքսատուրքերը, իսկ ԵՄ-ն պարտավորվում է մինչև 2028 թվականի վերջը գնել 750 միլիարդ եվրոյի ամերիկյան էներգառեսուրսներ։ Ավելի վաղ Financial Times-ը հաղորդել էր, Թրամփը կարող է արդեն այս շաբաթ նոր մաքսատուրքեր սահմանել մոտ 1 տասնյակ երկրների նկատմամբ։ Եվրահանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրեն Դիտե Յուլ Յորգենսենը հայտարարել է, եթե Վաշինգտոնը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Եվրահանձնաժողովը պատրաստ կլինի պատասխան քայլերի։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Վաշինգտոնը ցանկանում է խաղաղ համաձայնագիր Ուկրաինայի հարցով եւ պատրաստ է նպաստել հակամարտության ավարտին։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները ցանկանում է ունենալ հնարավորինս դրական դերակատարում կարգավորման գործընթացում։ Ռուբիոն ընդգծել է, որ պատերազմի ավարտը հնարավոր է միայն այն դեպքում, եթե համաձայնության կան թե Ռուսաստանը, թե Ուկրաինան։ Իրանը հայտարարել է, ԱՄՆ-ի ուժերը հարվածել են Իրան-Իրաք սահմանին գտնվող Շալամչե սահմանային անցակետին։ Խուզեստան նահանգի անվտանգության եւ իրավապահպանման միների փոխնախարարի խոսքով հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ։ Պաշտոնյան պնդել է, հրթիռակոծությունն իրականացվել է ամերիկյան կողմից։ Իրանական իշխանությունները միջադեպը ներկայացնում են որպես հերթական ռազմական էսկալացիա տարածաշրջանում։ Վաշինգտոնը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի հրապարակել։ Ուկրաինայի զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում հարվածել են Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքի մոտ 10%-ին շարքից հանելով Պահեստային հզորությունների 8%-ը։ Հարվածների տակ են հայտնվել Մոսկվայի մարզի, Տամբովի, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասի խոշոր Պահեստային համալիրները։ Wildberries-ի ներկայացուցիչը հայտնել է, բոլոր 4 օբյեկտներն էլ կարող են ամբողջական վերականգնման կարիք ունենալ։ Մասնագետների գնահատմամբ միայն նման ծավալի պահեստների վերակառուցման արժեքը կարող է հասնել 35.5 միլիարդ ռուբլու։ Փորձագետները զգուշացնում են, կորուստները կարող են ազդել առաքումների ժամկետների, լոգիստիկ ցանցի եւ երկրի հարավային շրջանների մատակարարումների վրա։ Axios-ը հայտնում է, ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողություններ վերսկսումից հետո առաջին անգամ կիրառել է B1 Lancer ռազմավարական ռմբակոծիչ։ Ամերիկյան վարչակազմի աղբյուրների գնահատմամբ դա վկայում է ռազմական գործողությունների զգալի ընդլայնման մասին։ Ըստ հրապարակման մարտական թռիչքն իրականացվել է Մեծ Բրիտանիայի ռազմական բազայից։ Մեքսիկայի Տեոմակի քաղաքապետ Վալենտին Լավինը սպանվել է քաղաքապետանի շենքում։ CBS News-ի փոխանցմամբ նրա մարմինը հայտնաբերել են դատաբժշկական փորձագետներն ու ոստիկանությունը վարչական շենքում։ Դատախազությունը սկսել է գործողություններ հանցագործությանն առնչվող անձանց հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ։ Լավինը ներկայացնում էր նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կուսակցությունը եւ արդեն մեկ անգամ հունվարին զինված հարձակման էր ենթարկվել։ Պաշտոնական տվյալներով 2006 թվականից ի վեր Մեքսիկայում սպանվել է շուրջ 100 քաղաքապետ, որոնցից 3-ը միայն 2026 թվականին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մասնակիցների համար ԵՄ մուտքն ամբողջությամբ արգելելու հարցում։ Նրա խոսքով, չնայած դրան 21-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում այդ ուղղությամբ կարևոր առաջընթաց է գրանցվել։ Նոր սահմանափակումներով նախատեսվում է արգելել գործարքները 32 բանկերի, կրիպտոարժութային ընկերությունների եւ նավթային առևտրով զբաղվող կազմակերպությունների հետ։ Առաջին անգամ պատժամիջոցն են մանվում նաև այն նավերի նկատմամբ, որոնք Եմեն համարում է Ռուսաստանից թվերային նավատորմի մաս։ Միաժամանակ փաստաթղթից դուրս է մնացել ռուսական հեղուկացված բնական գազի ծովային փոխադրումների արգելքը։ ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել թագավորության խաղաղ միջուկային ծրագրին Վաշինգտոնի աջակցության վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Արքայազն Աբդուլազիզ բին Սալմանը։ Համաձայնագիրը ներկայացվել է ԱՄՆ կոնգրեսին քննարկման համար։ Այն նախատեսված է երկարաժամկետ համագործակցության համար եւ ամերիկյան ընկերություններին հնարավորություն կտա մասնակցել Սաուդյան Արաբիայի միջուկային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։ Վաշինգտոնը հայտարարել է, համաձայնագիրը համապատասխանում է միջուկային անվտանգության եւ չտարածման բարձրագույն չափանիշներին։ Թասնիմը հայտնել է, Իրանի մի քանի քաղաքներում պայթյունների շարք է տեղի ունեցել։ Տեղեկությունների համաձայն պայթյուններ են արձանագրվել Բանդար Մաշահր նավահանգստի եւ Սիրիկ քաղաքի մերձակայքում։ Միաժամանակ Ֆարսը հաղորդել է, ամերիկյան ուժերը հարված են հասցրել Ռամշիր եւ Բուշեհր քաղաքներին։ Իրանական աղբյուրները շարունակում են տեղեկություններ հրապարակել տեղի ունեցածի վերաբերյալ։ Զոհերի եւ վնասների մասին ամբողջական տվյալներ դեռ չեն ներկայացվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտել է, որ հանձնաժողովը չի մերժել միջնորդությունը, այլ այն վերադարձրել է առաջնորդվելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրել է, որ падգամավորի կարգավիճակ ստացած Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումն իր լիազորությունների շրջանակից դուրս է եւ պետք է իրականացվի ազգային ժողովի կողմից։
Հուլիսի 21-ին Պաշտպանության նախարարության Էնզորամասի զինծառայող Նարեկ Տորոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հալուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, 2-րդ եւ 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ 522-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով, այն է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հուլիսի 13-ին այցելել են Ամբովյան քրեակատարողական հիմնարկ եւ առանձնազրույց ունեցել կալանավորված падգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։ Արեգնազ Մանուկյանը հայտնել է, որ դատարանի սահմանած հաղորդակցության արգելքի պատճառով չի կարողանում կապ հաստատել իր անչափահաս դստեր հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը հաշվի առնելով երեխայի լավագույն շահը իրավասու մարմիններին հասցեագրել է դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը։ Գործընթացի շրջանակում հաստատությունը համագործակցում է նաեւ գործընկեր կազմակերպությունների հետ երեխային անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով, այլ մանրամասներ դեպքի զգայունությունից ելնելով չեն հրապարակվում։ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 21-ին կարգադրություն է ստորագրել ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխելու վերաբերյալ։ Կարգադրության համաձայն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքով եւ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի համապատասխան որոշմամբ ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը կբաշխվի ազգային ժողովի падգամավորների, պետական ծառայողների եւ աշխատողների միջև համաձայն կարգադրությանը կից հավելվածի։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 44 կողմ 7 դեմ ձայներով ընդունել է փոփոխություն, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին եւ պատանդներին։ Փոփոխությունը 9087 օրինագծում ներկայացրել է կոնգրեսական Բրեթ Շերմանը հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի աջակցությամբ։ Շերմանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական պահվող հայերի ազատ արձակման համար, իսկ Ամերիկայի հայդատի հանձնախումբը նշել է, որ գերիների ազատ արձակումը, արցախահայերի անվտանգ վերադարձը եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը խաղաղության պարտադիր նախապայմաններ են։ Այսօր առավոտից լարված իրավիճակի առնջմոլում աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների։ Բանն այն է, որ իրավապահները ոչ աշխատանքային օրով առանց աշխատակիցներին տեղյակ պահելու կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը։ Օրեր առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող առնջմոլում եւս իրավապահները ստուգումներ են իրականացնում։ Երևանի Անուշ Ավանտեր Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես մրցույթում «Մենք ենք մեր սարերը» հայտնի Տատիկ Պապիկ հուշարձանի լուսանկարը հեռացրել էր տաղավարից, այն որակելով հակապետական քայլ։ Նկարի հեղինակը 11-ամյա Եվան է, այս դեպքից հետո Եվայի նկարը աճուրդի էր հանվել։ Նկարը գնել է արցախցի Գայանե Աղաբեկյանը, ով ապրում է Մոսկվայում։ Գայանեն Եվայի նկարի համար վճարել է $1800։ Նշենք, որ այս միջադեպից կարճ ժամանակ անց աշակերտի ուսուցչուհին չհամակերպվելով կատարվածի հետ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է. Ռուսաստանը Եվրոպայի երկրների համար գոյութենական սպառնալիք է։ Նրա խոսքով եվրոպական պետություններն արդեն հստակ տեսնում են այդ վտանգը եւ համապատասխան գնահատականներ են տալիս ստեղծված իրավիճակին։ Կալասը նշել է, այդ պայմաններում եվրոպական երկրները մտադիր են շարունակաբար բարձրացնել իրենց պաշտպանունակությունը։ Նա չի մանրամասնել, թե ինչ լրացուցիչ քայլեր են նախատեսվում, սակայն ընդգծել է, որ անվտանգության հարցը շարունակում է մնալ առաջնահերթ։ Իրանի մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է. Եթե Թեհրանը չկարողանա նավթ վաճառել, ապա տարածաշրջանում ոչ ոք նման հնարավորություն չի ունենա։ Նրա խոսքով Իրանի անվտանգության բացակայության պայմաններում ենթակառուցվածքային որևէ օբյեկտ չի կարող անվտանգ համարվել։ Ղալիբաֆը նաև նշել է Հորմուզի նեղուցի անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ռազմական ուժերի բացակայության դեպքում։ Նա ընդգծել է ներկայիս իրավիճակի տրամաբանությունը հանգում է կամ բոլորը կամ ոչ ոք սկզբունքին։ Իրանի խորհրդանի խոսնակը փաստացի զգուշացրել է, որ Թեհրանը պատրաստ է պատասխան քայլերի, եթե իր էներգետիկ շահերը սահմանափակվեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը։ Զրույցի հիմնական թեման եղել է դիվանագիտական գործընթացի վերականգնման հնարավորությունը։ Քննարկվել են գաղափարներ, որոնք կարող են նպաստել հակամարտության դադարեցման ուղղությամբ բանակցությունների ակտիվացմանը։ Հանդիպման մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել, սակայն նշվում է, որ շեշտը դրվել է քաղաքական լուծումների որոնման վրա։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կհանգեցնի հզոր եւ վճռական պատասխանատվությունների։ Նրա խոսքով դա վերաբերում է նաեւ երկրի ենթակառուցվածքների դեմ հնարավոր հարձակումներին։ Արաղչին ընդգծել է, որ Իրանի պաշտպանական ռազմավարության հիմքում ակննդական սկզբունքն է։ Նա զգուշացրել է այն պետությունները կամ ուժերը, որոնք որևէ ձևով կնպաստեն նման ագրեսիային, Թեհրանի կողմից նույնպես կհամարվեն օրինական թիրախներ։ Մանիլայում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ միջազգային օրակարգի լայն շրջանակի հարցեր։ Ուկրաինական թեմայի շուրջ Լավրովը ներկայացրել է ռուսական կողմի գնահատականները եւ հայտարարել, որ Կիևին սպառազինության մատակարարումների շարունակությունը անընդունելի է։ Նա նաեւ վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը, հիշեցնելով Անկորիջում ներկայացված առաջարկների մասին։ Բացի այդ, քննարկվել են Պարսից ծոցի իրավիճակը, Ռոսկոսմոսի եւ ՆԱՍԱ-ի համագործակցության վերականգնումը, ինչպես նաեւ երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի պայմանների կարգավորումը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը եւ միջազգային ջրային ուղին շարունակում է բաց մնալ տարանցման համար։ Հաղորդագրության համաձայն առևտրային նավերը շարունակում են անվտանգ օգտվել նեղուցից ԱՄՆ ռազմական ուժերի աջակցությամբ։ Նշվում է, որ մայիսի սկզբից ի վեր ամերիկյան ուժերը աջակցել են ավելի քան 900 նավի անվտանգ անցմանը։ ԱՄՆ-ն պնդում է, ԻՀՊԿ-ի սպառնալիքներն ու հարձակումները չեն խոչընդոտում միջազգային նավարկությանը։ Կենտրոնական հրամանատարությունը շեշտել է, ամերիկյան ուժերը շարունակելու են ապահովել ծովային հաղորդակցության անվտանգությունը։ Աքսիոսի տեղեկություններով Միացյալ Նահանգները կարող է առաջիկա օրերին զգալիորեն ընդլայնել ռազմական գործողություններն Իրանի դեմ։ Պարբերականը հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին հայտնում է, տարածաշրջանում ուժերի կուտակումը շարունակվում է։ Ըստ հրապարակման, Դոնալդ Թրամփը դեռ դիտարկում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը։ Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, քննարկվում են Իրանի տարածքի ռմբակոծությունների ուժեղացման, Հորմուզի նեղուցի շրջանում գործողությունների եւ էներգետիկ օբյեկտների թիրախավորման տարբերակներ։ Վաշինգտոնը պաշտոնապես չի հաստատել այդ ծրագրերը, սակայն ռազմական ակտիվությունը տարածաշրջանում շարունակում է աճել։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությանը, ըստ որի Ռուսաստանը գոյութենական սպառնալիք է Եվրոպայի համար։ Զախարովան նշել է, որ լավ նորությունն այն է, որ ֆոբիաները բուժվում են։ Այս հայտարարությունների փոխանակում է հերթական անգամ ընդգծումը Մոսկվայի եւ Բրյուսելի միջև խորացող քաղաքական դիմակայությունը։ Թրամփը հայտարարել է, Իրանը շատ շուտով պատրաստ կլինի համաձայնության գալ Վաշինգտոնի հետ։ Նրա խոսքով Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն դեռ պատրաստ չէ վերջնական պայմանավորվածության։ Թրամփը պնդել է, իրանական կողմը յուրաքանչյուր համաձայնության դեպքում փորձում է փոխել պայմանները։ Նա վստահություն է հայտնել, իրավիճակը շուտով կփոխվի եւ Իրանը պատրաստ կլինի բանակցությունների։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական շարքը, արդեն 12-րդ գիշերն անընդմեջ։ Հաղորդագրության համաձայն թիրախավորվել են Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստները, ափամերձ դիտարկման կետերը եւ հակաօդային պաշտպանության միջոցները։ ԱՄՆ-ի գնահատմամբ այդ գործողությունները նվազեցնում են Իրանի հնարավորությունները հարձակվելու քաղաքացիական եւ առևտրային նավերի վրա։ Վերաուղղորդվել է 9 առևտրային նավ եւ կանխվել դրանց մուտքը իրանական նավահանգիստներ։ Հրամանատարության տվյալներով Մերձավոր Արևելքում շարունակում է ծառայել ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող, որոնք գտնվում են բարձր մարտական պատրաստակամության վիճակում։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է միջնորդությունը։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվելու, կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն որոշել է վերադարձնել միջնորդությունը, այն փաստը, որ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն եղավ, դա ինձ համար անընդունելի է, իմ գնահատմամբ դա եւս պետք է մերժվեր, այս մասին ասել է Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Ադրբեջանը որոշել է գնալ Հայաստանի ուղով, սակայն Ռուսաստանից հեռանալու եւ Եվրոպային մոտենալու քաղաքականությունը դեռևս ոչ ոքի հաջողություն չի բերել։ Լենտառույն տված մեկնաբանության մեջ հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն ձգտում է Գերմանիայի հետ ռազմավարական երկխոսություն սկսել, ինչը երկու երկրների հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի։ Նա նշել էր, որ ադրբեջանա-գերմանական հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային համագործակցությանը, խաղաղությանն ու կայունությանը
նույնությանը։ Բաքուն որոշել է գնալ Երևանի ուղով, նշեն, որ Ռուսաստանից հեռանալու եւ Եվրոպային մոտենալու քաղաքականությունը դեռևս ոչ ոքի հաջողություն չի բերել։ Ընդհակառակը, ինչպես ցույց է տալիս փորձը, նման որոշումը հանգեցնում է տնտեսական եւ քաղաքական խնդիրների։ Հայաստանն արդեն քաղում է այն դժվարությունների պտուղները, որոնք առաջացել են Ռուսաստանի հետ հուսալի, ամուր եւ հեռանկարային կապերի խզման հետևանքով։ Ցավալի է, որ Ադրբեջանը դասեր չի քաղում Ուկրաինայի եւ Հայաստանի սխալներից, այս մասին ասել է Տոլմաչովը։ Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են։ Այս նիստին կքննարկվեն խափանման միջոցների հետ կապված հարցեր, ինչպես նաև կշարունակի չափածույցների հետազոտությունը։ Դատական նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին ժամը 15:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում։ Դատախազությունը հուլիսի 22-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ հակակոռուպցիոն դատարան է հասնել միասնության թե վերկուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու եւ ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից եւ մանրամասնել։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի արձվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած ԱՀ-ն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու եւ միասնության թե վերկուսակցության օգտին քվեարկելու պայմանով ԱՀ-ին խոստացել է ընդգրկել ՓԲ ընկերության կողմից արձվանիկ բնակավայրի բնակիչների որոշակի խմբին ամսական տրամադրվող 40,000 դրամ օգնության ցուցակում։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել արձվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած ԱՀ-ի եւ ԱԼՀ-ի նկատմամբ ընտրակաշառք տալու եւ ընտրակաշառք ստանալու համար։ Հուլիսի 22-ին քրեական վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հակակոռուպցիոն դատարան, նշված է հաղորդագրության մեջ։ Հուլիսի 22-ին ժամը 16:51-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է։ Դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Երևանի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ եւ 1 ավտոսանդուղք։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին օրվա առաջին կեսին։ Նրա խոսքով պայմանավորվածությունը վերահաստատվել է Ֆիլիպիններում տեղի ունեցած կարծրույցի ընթացքում։ Լավրովը նշել է, նախատեսում է Ռուբիոյի հետ քննարկել նաև ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Վաշինգտոնը պատրաստ է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում հակամարտության դադարեցման գործում։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները շարունակում է բաց մնալ նման հնարավորության համար, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ։ Ռուբիոն նշել է, նման հնարավորություն կարող է ի հայտ գալ առաջիկայում։ Պետքարտուղարը չի մանրամասնել, թե ինչ ձևաչափով կարող է իրականացվել ԱՄՆ-ի ներգրավվածությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, երկրի վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Նրա խոսքով կառավարությունն ու ոլորտի պատասխանատու կառույցները լիովին վերահսկում են իրավիճակը։ Պուտինը նշել է, արդեն իրականացում են անհրաժեշտ քայլեր շուկան կայունացնելու համար։ Նա վստահեցրել է, առաջացած խնդիրները կլուծվեն եւ վառելիքի շուկան կվերադառնա բնականոն աշխատանքի։ Նախագահը չի նշել, թե երբ է ակնկալվում իրավիճակի ամբողջական կարգավորումը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է հուլիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նա հայտարարել է, կողմերը հաջորդ օրը կրկին կշարունակեն իրենց շփումները։ Հանդիպման օրակարգը պաշտոնապես դեռ չի հրապարակվել։ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Բրյանսկի մարզում գտնվող Միրատորգ Ագրո Հոլդինգի մի շարք օբյեկտների։ Ընկերության տվյալներով վնասվել են արտադրական կորպուսները, բռնկվել է հրդեհ, իսկ մեկ այլ օբյեկտում անօդաչու թռչող սարքի բեկորներից վիրավորվել է անվտանգության աշխատակիցը։ Վնասվել է նաև խոզաբուծական համալիրի տարածքում գտնվող բեռնատար մեքենան, սակայն վարորդը չի տուժել։ Նախորդ օրը նույնպես հարվածներ են հասցվել Միրատորգի ձեռնարկություններին, ինչի հետևանքով վնասվել են մի քանի արտադրական շենքեր եւ ոչնչացվել 2 ծանրաքաշ բեռնատար։ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, Դոնբասում խաղաղ բնակիչների դեմ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին մասնակցած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Նրա խոսքով պատասխանատվություն են կրում ոչ միայն ԱԹՍ-ների օպերատորները, այլև համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներն ու այդ գործողությունների կազմակերպիչները։ Զախարովան նշել է, Կիևի քարոզչությունը տարիներ շարունակ անմարդկայնացրել է Դոնբասի բնակիչներին։ Նա ընդգծել է, յուրաքանչյուր նման հարձակման հետևում կանգնած բոլոր անձինք պետք է բացահայտվեն։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը որպես աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերություններ պետք է շարունակեն շփումները, անկախ հարկատարաձայնություններից։ Նրա խոսքով երկու երկրների միջև հաղորդակցության դադարեցումը կլինի անխոհեմ եւ անպատասխանատու քայլ։ Ռուբիոն նշել է Վաշինգտոնը պարտավոր է պահպանել աշխատանքային հարաբերություններ Ռուսաստանի կառավարության հետ, նույնիսկ այն հարցերում, որտեղ կողմերի դիրքորոշումները չեն համընկնում։ Պետքարտուղարի խոսքով նման երկխոսությունը կարևոր է միջազգային անվտանգության պահպանման համար։ Նոր մանրամասներ են հայտի դարձել 3 մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ։ Մասնավորապես ըստ Արմլուրեեմին հասած տեղեկությունների զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տեղեկություններով զինվոր ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։ Ըստ նախնական վարկածի մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը հնարավոր է ճակատագրական է դարձել նրա համար։ Իրավապահ համակարգի աղբյուրները հայտում են, որ զինվոր ինքնասպանության դեպքի արդիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է 2 անձի ձերբակալություն։ Մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը հայ-ռուսական համալսարանի լրագրության բաժնի ուսանող էր։ Համալսարանը ցավակցություն է հայտել դեպքի արդիվ, որում ասվում է. Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ, նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ, նշված է հայտարարությունում։ Ըստ լրատվամիջոցների կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կշարունակի քննել գլխավոր դատախազության միջնորդությունը ուժեղ Հայաստանի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու պահանջով։ Փաստաբան Արամ Վարդևանյանը նախորդին հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է ուժեղ Հայաստանի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին։ Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ նախաքննությամբ հիմնավորվել է Պաշտպանության նախարարության Էն Զորամասի վառելիքաքսուկային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը կատարել է դիզվառելիքի հափշտակություն ըստ վարույթի տվյալների 2026 թվականին նա Զորամասի բանվոր վարորդի հետ պայմանավորվել է Զորամասի տարածքից դուրս բերել դիզվառելիքը այն անձնական նպատակներով տնօրինելու համար եւ իրականացրել է այդ գործողությունը։ Նախաքննությունն ավարտվել է վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու հարցը քննելու նպատակով։ Նարեկ Կարապետյանին մեղադրանք կարող են առաջադրել կալանքի թույլտվության հարցը քննվել է 15:30-ին, այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Անձեռնմխելիությունը բաղկացած է 2 առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք չհարուցելու եւ չազատազրկվելու։ Մեղադրանք հարուցելու համաձայնությունը ստացել են, ազատազրկելու հետ կապված համաձայնությունը 15:30-ին շարունակվել է։ Ներկայացրել ենք այնպիսի իրավական փաստարկներ եւ ոչ մի հակափաստարկ չենք լսել, ասել է Վարդևանյանը։ Նա նաեւ հայտարարել է, որ իրավապահ մարմինների եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունների նպատակը Նարեկ Կարապետյանին ազգային ժողով չներկայացնելն է։ Նրա խոսքով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմամբ պատգամավորի կարգավիճակ ստացած անձը չի կարող գտնվել անազատության մեջ առանց ազգային ժողովի համաձայնության, իսկ ներկայիս գործընթացները հակասում են այդ որոշմանը։ Վարդևանյանը նաեւ հայտնել է, որ Նարեկ Կարապետյանը ողջ ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ եւ չի կատարել որևէ գործողություն, որը կարող էր անհանգստության կամ կալանքի հիմք դառնալ։ Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 23-ի եւ 25-ի առավելապես կեսօրից հետո 24-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 26-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Հուլիսի 23-ից 27-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, 24-ից 27-ը նաեւ Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։